Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Ազատ հարթակն է Հայք Նյուզ լրատվականի եթերում, հյուրս Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն է։ Բարև ձեզ, պարոն Մելիքյան, շնորհակալ ենք մեզ զրույցի հրավերն ընդունելու համար։ Օրերս հայտնի դարձավ, որ արդեն բոլոր կետերը համաձայնեցված են խաղաղության պայմանագրի, որը պետք է կնքվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Երկու կետերը, որոնք որ չհամաձայնեցվել են, արդեն համաձայնեցված են եւ մնում է տեղը որոշեն, թե որտեղ են կնքելու։ Ինչ է տալու, ինչ է բերելու խաղաղության պայմանագիրը Հայաստանի Հանրապետությանը։ Դե հիմա սա չի կոչվում պայմանագիր, կարծես թե համաձայնագիր են դրել։ Հայտնի չի, որտեվ համաձայնագրի բովանդակությանը մենք ծանոթ չենք, հրապարակված չեն եւ այդ առումով չգիտեմ ինչ կարելի է սպասել կոնկրետ այդ փաստաթղթից։ Իրավիճակը տարածաշրջանում ինքնին լարված է եւ շարունակաբար լարվելու միտում ունի, հետեւաբար անգամ եթե ստորագրվի այդ համաձայնագիրը, չկա երաշխիք, որ համաձայնագիրն իսկապես տևական խաղաղություն ապահովող գործոն կդառնա Հայաստանի համար։ Այո, բայց տեսեք, արտգործնախարար Արարատ Միրզոյանը անդրադարձավ խաղաղության պայմանագրին եւ ասեց սրանով մենք ձեռք ենք բերել Հայաստանի պետականությունը ու նաեւ նշեց, որ սրանով խաղաղության պայմանագրով Հայաստանը միայն շահելու է։ Ինչ է շահելու։ Խաղաղությունը ինքնին իհարկե արժեք է։ Բայց արդեն ասացի, որ այս փաստաթուղթը խաղաղություն երաշխավորող գործոն դառնալ չի կարող առնվազն առաջիկա 2-3 տարիների ընթացքում, անգամ եթե ստորագրվի։ Յենու ժամանակ տեսնում ենք, որ ադրբեջանական կողմն այսօր հրաժարվում է ստորագրել այս համաձայնագիրը լրացուցիչ նախապայմաններ առաջ քաշելով եւ պահանջներ ներկայացնելով Հայաստանի իշխանություններին։ Ընդ որում եթե խոսքը գնում է օրինակ Հայաստանի սահմանադրության Ադրբեջանի համար խնդրահարույց կետերը փոխելու մասին, ապա ընդհանուր համատեքստում Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ սահմանադրությունը փոփոխման ենթակա է եւ այդ փոփոխությունները արդեն իսկ նախապատրաստվում են, բայց հավանաբար Հայաստանի գործող իշխանությունը փոփոխությունները կներդաշնակեցնեն գալիք խորհրդարանական ընտրությունների պահի հետ եւ կգործարկվեն այդ փոփոխությունները այն դեպքում, եթե Հայաստանի գործող իշխանությունները պահպանեն իրենց դիրքերը եւ շարունակեն կառավարել իշխանական լծակները ընտրությունների արդյունքում կամ այդ գործընթացի արդյունքում, որ ընտրությունը կոչվում է, որ պահանջները կատարում ենք Ադրբեջանի կողմից ուղղված պահանջները այս իշխանությունները կատարում են, բայց նոր մի պահանջ գոնե Հայաստանի Հանրապետությունը չի ներկայացնում, ինչու։ Որտեղ Հայաստանի իշխանությունը պարտված իշխանություն է եւ process-ը ըստ էության կապիտուլյացիայի process է։ Ինչպես։ Պարտվել է, գուցե պետք է պայքարել, եթե իսկապես ցավում են հայրենիքի համար։ Դե պետք է համապատասխան որակներ ունենան, համապատասխան գիտելիքների տիրապետեն, համապատասխան գործընկերային կապեր ունենան, դրանք չկան։ Մենք պարզապես տեսնում ենք, որ բոլորը ծափահարում են այս համաձայնագրի կետերի համաձայնեցման փաստի հետ կապված, միջազգային հանրությունը ողջունում է դա, դրանով նաև քաջալերում է Հայաստանի իշխանություններին, որպեսզի որդեգրած պահվածքը դրանք շարունակեն պահել։ Ոստի կարող ենք փաստել, որ Հայաստանի իշխանությունները այս հարցում ունեն արտաքին լայն աջակցություն, չունեն խնդիրը այլ կերպ ավելի հայանպաստ տարբերակով լուծելու տարբերակ, անում են այն, ինչ ընդունակ են եւ այս առումով նաեւ չկան այն քաղաքական ուժերը, որոնք Հայաստանի իշխանությունների արածին այլընտրանք կառաջարկեն։ Միակ բանը, որ ասում է, որ այս իշխանությունը դավաճան իշխանություն է, պետք է հեռանա։ Այս իշխանության հեռանալու ժամանակը վաղուց է եկել, բայց այս իշխանության մոտեցումներին փոխարինող
ծանրակշիռ մոտեցումներ չեն շրջանառվում եւ ընդդիմադիր ուժերը ըստ էության չեն ծնել այն քաղաքական, իրավաքաղաքական, ռազմաքաղաքական մոտեցումների հարթակը, որի միջոցով հնարավոր կլիներ դիմակայել ներքին եւ արտաքին մարտահրավերներին։ Խաղաղության պայմանագրի վերջին երկու չհամաձայնեցված կետերը այն են, որ միջազգային դատարաններից պետք է Հայաստանի Հանրապետությունը ետ վերցներ իր հայցերը ուղղված Ադրբեջանին եւ որ սահմանում երրորդ երկրի ուժերը պետք է դուրս բերվեն։ Սա ինչ հետևանքներ է թողնելու Հայաստանի վրա եւ հատկապես Արցախի հարցին ինչպես է անդրադառնալու։ Կերկին գցենք, մենք չգիտենք թե ինչ կետեր են իրականում համաձայնեցրել, որովհետեւ Բայց այս վերջի երկուսը արդեն հայտնել են։ Խոսում են, բայց եթե վաղը այդ համաձայնագիրը հրապարակվի, միգուցե պետք չէ զարմանալ, որ այնտեղ այլ կետեր հայտնվեն, սրանք չքանան։ Դրա համար քանի դեռ փաստաթուղթը հրապարակված չէ, դրա շուրջ դատողություններ անելը անիմաստ է։ Եվ Հայաստանի իշխանությունները չեն շտապում հրապարակել արդեն համաձայնեցված փաստաթուղթը։ Թեև վարչապետ Փաշինյանն ասում է, որ հենց հիմա պատրաստ է ստորագրել։ Եվ չեն բացառում, որ նաև միակողմանի ստորագրի։ Այո։ Անդրադառնանք Բաքվում այս օրերին տեղի ունեցող դատավարությանը, ինչ կասեք դուք, ինչ է այնտեղ տեղի ունենում, քանի որ բաց տեսնում ենք, որ միջազգային նորմեր են այնտեղ խախտվում, բայց միջազգային հանրությունից որևէ արձագանք չկա եւ նաեւ Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունը որևէ քայլ չի անում Բաքվի բանտերից մեր գերիներին ազատելու, վերադարձնելու համար։ Այն ինչ կատարվում է Բաքվում դատական գործընթաց համարել չի կարելի։ Դա ինքնադատաստան է պետական մակարդակով։ Ընդ որում դա ինքնադատաստան է ոչ այնքան այնտեղ գտնվող հայ պատանդների նկատմամբ, որքան Արցախի Ադրբեջանի կազմից գոյություն ունենալու իրավունքի գաղափարի նկատմամբ։ Իսկ Հայաստանի իշխանությունների մասնակցությունը այս գործընթացին կարող ենք այնքանով ծանրակշիռ համարել, որ երբ Հայաստանը հռչակեց, որ Արցախը Ադրբեջանի մաս է, Արցախի անկախության իրավունքի խնդիրն անտեսելով իրավունք տվեց նաև Բաքվի ռեժիմին այդ ինքնադատաստանին իրավական տեսք տալ։ Ոստի այդ առումով Բաքվի իշխանությունները եւ Հայաստանի գործող իշխանությունները գործում են ըստ էության նույն դիրքերից։ Ես խոսքերի մասին չեմ ասում, թե ով ինչպես կարող է արտահայտել իր ցասն ու զայրույթը։ Խոսքը իրավաքաղաքական այնպիսի քայլերի մասին է, որոնք հենց այս իրավիճակին հանգեցրեցին եւ հենց այդ պատճառով Հայաստանի իշխանությունները ակտիվ չեն կարող միջամտել այս դատաստանին, քանի որ իրենք են ինչ որ առումով այդ դատաստանը արտոնել սեփական գործողություններով, մասնավորապես իրենց կողմից շղթելով Արցախի ինքնորոշման իրավունքը եւ Ադրբեջանի կազմից դուրս ապրելու Արցախի հայերի իրավունքը։ Այո։ Նաև այս օրերին տեսնում ենք այսօր եւս տեղի ունեցավ բողոքի ակցիայի պաշտպանություն Բաքվի բանտերում պահվող հայ գերիների։ Այս բոլոր բողոքի ակցիաները կարող են որևէ դրական արդյունքի հանգեցնել։ Քանի որ Հայաստանի իշխանությունները արդեն իսկ որոշիչ քայլերը արել են, ընդ որում արել են իրավաքաղաքական հարթությունում, որպեսզի կարողանան process-ի վրա ներազդել, պիտի քայլեր ձեռնարկեն եւս հենց այդ հարթությունում։ Ժողովուրդը անտարբեր չէ, ժողովուրդը իր խոսքը ասում է բողոքի ակցիաներով։ Ժողովուրդը կարող է բողոքել, բայց կա իշխանություն, որը անվանվում է ընտրված իշխանություն, եւ այդ ընտրված լինելու հանգամանքը
անկախ նրանից թե մենք որքանով ենք դա արժանահավատ համարում, ընտրված լինելու հանգամանքը կոնկրետ իշխանություններին որոշումներ կայացնելու իրավունք է տվել նույն այդ ժողովրդի կողմից։ Հիմա կարող են ասել, սխալվել ենք, որ ընտրել ենք, լավ չենք արել, որ ընտրել ենք, բայց փաստն արդեն փաստ է։ Իշխանությունը այդ արտոնությունը ժողովրդից ստացել է որոշումներ կայացնելու, այդ թվում նաև ժողովրդի ճակատագրի վերաբերյալ կամ դրա առանձին հատվածների ճակատագրի վերաբերյալ։ Հիմա որպեսզի այս խնդիրը ժողովուրդը լուծի, պետք է կարողանա համոզել իշխանություններին ցանկացած մեթոդով համոզել, որ իշխանությունները այդ կարգի որոշումներ ընդունելու իրավունքը չունեն։ Այն պահից սկսած, որ ժողովուրդը համարում է, որ իշխանությունները իրենց տրված վստահությունը չարաշահել են ի վնաս ընտրողների։ Եվ պարոն Մելիքյան, գերիների վերադարձը արդյոք հնարավոր եք համարում եւ եթե հնարավոր եք համարում, ապա ինչ ուղիներով, ինչ տարբերակով։ Մեծ հաշվով գերիների խնդիրը օգտագործվում է Ադրբեջանի կողմից Հայաստանի կատարյալ կապիտուլյացիան ձևակերպելու համար։ Եվ եթե նրանք համաձայնագիրը խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար նախապայմաններ են առաջ քաշում, նախապայմանները առաջ կքաշեն նաև հայ պատանդներին ազատելու համար։ Բոլոր դեպքերում կարող ենք ենթադրել, որ եթե համաձայնագիրը ստորագրվի, ապա հայ պատանդներին միգուցե ադրբեջանական կողմը ազատ արձակի բարի կամքի դրսևորման ձևով։ Բայց եթե ադրբեջանական կողմը այս անգամ էլ պահանջում է իրեն վերադարձնել բոլոր այն ազատամարտիկներին, որոնք անգամ մի փոքր ներդրում են ունեցել արցախյան ազատամարտին, այս բaragայում ինչը դատողությունների հանձնել, այո, իհարկե, հանձնել, այս բaragայում ինչ սպասել եւ արդյոք հնարավոր է նման պետության հետ խաղաղության համաձայնագիր կնքել։ Ընդհանրապես խաղաղ կարելի է ապրել նման պետության հետ։ Որ պետության նկատի ունեք, Ադրբեջանին թե Հայաստանին։ Ադրբեջանի։ Չէ, Հայաստանի այս պահվածքի դեպքում Հայաստանի հետ անիմաստ է որևէ պայմանագիր կնքելը։ Ադրբեջանը առայսօր ինչ ասել է, արել է։ Հայաստանի իշխանություններն են, որ անդադար այս նահանջի ուղին բռնած, նահանջը կանգնեցնելու գործուն ձևերը չգտնելով, ըստ էության այնպիսի իրավիճակ են ձևավորել, երբ Հայաստանի քաղաքացին իր մաշկի վրա պետք է զգա այն բոլոր զիջումների հետևանքները, որ կատարում է գործող իշխանությունը։ Զիջումները տարաբնույթ են եւ ամենակարևորը, որ պետք է դիտարկենք իշխանության քաղաքական տերմինաբանության կամ մոտեցումների փոփոխությունը այս տարիների ընթացքում, 7 տարվա ընթացքում մենք Արցախը Հայաստան է պնդումից եկանք հասանք Արցախը Ադրբեջան է ուրեմն հաստատագրմանը, որը արդեն հավատամքի է վերածվել։ Ընդ որում բացի նրանից, որ սա միջպետական հարաբերություններում Հայաստանի պարտված լինելու առարկայական փաստարկումն է, դա նաև ծննել է ներքին պառակտում Հայաստանի ներսում ատելության մթնոլորտի ահագնացում, մարդկանց ըստ ծննդավայրի ռանգավորելու միտում եւ այդ առումով ներքին պառակտումը գնալով թափ է հավաքում, որում մարդիկ եւ միմյանց են սկսում ատել եւ իշխանություններին են սկսում ատել եւ այդ տեսանկյունից հոգեբանական բավական ծանր վիճակ է ձևավորվել Հայաստանում, որը իշխանության պահպանման համար, որքան էլ որ զարմանալի է, բարենպաստ է եւ նպաստում է գործող իշխանության շարունակականությանը։ Այս ողջ իրավիճակը կարելի է որակել ու ինչը եւ դուք այդպես նշեցիք նահանջ, հիմա այս նահանջը կանգնեցնելու համար ելքը ո՞րն է։ Ոչ մի ելք չեմ առաջարկի, հենց այսպես եթերում, Ապա ինչ անենք։ ելքերը նախատեսում են
մասնագետների աշխատանք, համակցված աշխատանք, դրա համար անհրաժեշտ են ռեսուրսներ, անհրաժեշտ է նախապատրաստել այն իրավաքաղաքական պլատֆորմը, որը մրցունակ կլինի եւ կարողանա իր կյանքի իրավունքը հաստատել, այդ իրավունքը պետք է հաստատվի նաեւ այդ պլատֆորմի հետևորդների կոնկրետ քայլերի միջոցով, բայց ինչ քայլեր պետք է կատարվեն հենց այդ պլատֆորմի բովանդակությունից է բխելու, այսինքն այսօր այս ուղղությամբ աշխատանքը արված չէ, այն պետք է արվի եւ ոչ մի առանձին մասնագետ սրա վերաբերյալ վերջնական տեսակետ չի կարող հայտնել։ Ես ունեմ իմ պատկերացումները, բայց դրանք բարձրաձայնելու իմաստը ես չեմ տեսնում, որտեղ այդ բարձրաձայնում ուղղակի կարող է արժեզրկել այն մտքերը, որոնք հնարավոր է, որ գործնական դաշտում կիրառելի լինեն եւ օգտակար։ Պարոն Մելիքյան, վերջում անդրադառնանք Թրամփ-Պուտին հեռախոսազրույցին, արդյոք հետևել եք այս հեռախոսազրույցին, որը 2 ժամից ավել տևեց եւ նաեւ եկան համաձայնության, որ 30 օրով դադարեցվելու է նախնական պայմանը, այդպես էր դադարեցվելու է ռուս-ուկրաինական պատերազմը, սա ինչ ազդեցություն է թողնելու տարածաշրջանի վրա եւ հատկապես Հայաստանի վրա։ Թույլ տվեք ճշգրտեմ, պատերազմը չի կանգնելու։ Պարզապես ըստ այդ պայմանավորվածության կողմերը դադարեցնելու են հարձակումները փոխադարձաբար իրենց էներգետիկ ենթակառուցվածքների վրա։ Եթե հիշում եք, երևի մոտ 10 օր առաջ կամ 15 օր առաջ ռուսական կողմը հատուկ դիմել էր Թուրքիային, խնդրելով, որ Թուրքիան ազդի ուկրաինական իշխանությունների վրա եւ կասեցնի ուկրաինական հարձակումները գազա եւ նավթամուղերի վրա Ռուսաստանապատկան։ Բայց ըստ երևույթի Թուրքիան խորհուրդ է տվել դիմել այս հարցով անմիջականորեն Միացյալ Նահանգներին, ինչը եւ արվել է։ Ըստ էության ուկրաինական զինված ուժերի հիմնական գործունեության ձևը, որը արդյունավետ է եւ իրականացվում է Ռուսաստանի տարածքում, դա հենց էներգետիկ օբյեկտների նկատմամբ հարձակումներն են անօթեչու թռչող սարքերի միջոցով։ Ուրիշ կարևոր եւ ազդեցիկ միջոց Ռուսաստանի տարածքում ռազմական գործողություններ վարելու, բացի ցամաքային որոշ դիվերսիոն գործողություններից, ուկրաինական կողմը չունի։ Այսինքն այդ համաձայնագրով Ուկրաինայի ակտիվությունը այս ուղղության վրա կասեցնելով նաեւ կասեցնում են առհասարակ Ուկրաինայի ակտիվությունը Ռուսաստանի տարածքում ռազմական նկատի ունեն։ Դրա փոխարեն ռուսները ռուսական կողմը Թրամփի հետ համաձայնել է իրանյան խնդիրը, միջուկային զենք կոչենք, բայց իրականում դա ռեժիմի խնդիրն է Իրանի։ Ուրեմն այդ ռեժիմի խնդիրը դիտարկել իսրայելական շահերի ոսպնյակով։ Այսինքն այս շահերի համատեքստում իսկ սա կարևոր ձեռքբերում է հենց եւ Իսրայելի համար եւ Միացյալ Նահանգների համար, այսինքն դրանով եթե հակաիրանական գործողություններ ծավալեն Միացյալ Նահանգները եւ դաշնակիցները որևէ ձևով Ռուսաստանը առնվազն չեզոք դիրքում կլինի, չի պաշտպանի Իրանի Իսլամական Հանրապետությանը, ինչի մասին ես բազմիցս ասել եմ, Ռուսաստանը Իրանին չի պաշտպանի այն գործողություններից, որոնք ուղղված կլինեն Իրանում կղերապետության տապալմանը, չի պաշտպանի։ Իրանը պարզապես ժամանակին ինձ թվում է լուրջ սխալ թույլ տվեց, երբ հանդուրժեց ադրբեջանա-թուրքական ագրեսիան Արցախի դեմ։ Հիմա կարծում եմ այս տարվա ընթացքում արդեն Իրանը դրա պտուղները կվայելի։ Այո, եւ նաեւ վերջում եւս մեկ հարց, տեսեք, նախընտրական քարոզարշավի ժամանակ Թրամփը հայտարարել էր, որ սատար է կանգնելու քրիստոնյաներին ու նաեւ Արցախի խնդրին անդրադարձավ, որ ապահովելու է արցախցիների անվտանգ վերադարձը Արցախ։ Դուք արդյոք ինչպես եք ընդունում նախ այս ամենը, իրատեսական եք համարում եւ նաեւ այսօր օրերին տեսնում ենք, որ տեղի ունեցավ Սիրիայում ջարդեր տեղի ունեցան, քրիստոնյաներ սպանվեցին եւ ԱՄՆ-ի կողմից որևէ արձագանք չեղավ։ Ինչ կասեք դուք։ Սիրիայի տարբերակը այլ է։ Հայաստանի հետ կապված Միացյալ Նահանգների պահվածքը կախված կլինի նրանից, թե Իրանի դեմ
ապագա գործողությունների, որ սցենարը կորդեգրվի Իրանի հարցով սահմանված նպատակներին հասնելու համար։ Ընդ որում կարծում եմ, որ Իրանի հակառակորդները կփորձեն շեշտը դնել ներքին ռեսուրսների վրա, Իրանում առկա անդիմադիր ռեսուրսների վրա, բայց կարծում եմ, որ առանց արտաքին աջակցության այդ ռեսուրսները այնտեղ իշխանափոխություն իրականացնել ունակ չեն լինելու։ Հետևաբար սա համակցված գործողություն է լինելու, ներքին գործոնը հավանաբար կարթնացնեն եւ կտան անհրաժեշտ քաղաքական, իրավական, ռազմական, նյութական աջակցությունը, որի համար պլացդարմ կարող է ծառայել եւ Իրաքը, եւ Իրաքյան Քրդստանը, եւ Ադրբեջանը, եւ դրանց կարող է միանալ նաեւ Թուրքիան։ Կախված թե ինչ սցենար կընտրվի, մենք պետք է դիտարկենք նաև Հայաստանի համար սպասվող ռիսկերը ու մարտահրավերները, անկախ նրանից թե ինչպիսին են լինելու դրանք, ինչ կանխատեսումներ դրանք կարող են լինել եւ զուտ քաղաքական, իրավաքաղաքական եւ ռազմական, կրկին ընդգծեմ, կախված նրանից թե ինչ սցենար կընտրվի, Հայաստանը կարող է հայտնվել շահողի դիրքում կամ լուրջ հարվածի տակ հայտնվողի դիրքում։ Բոլոր դեպքերում մենք պետք է հարգանքով վերաբերվենք Միացյալ Նահանգների նորընտիր նախագահի խոստումներին, բայց նաև եւ առաջին հերթին փորձենք ինքներս պաշտպանվել արտաքին հնարավոր հարվածներից։ Շնորհակալ ենք հարցազրույցի համար, այսքանով ավարտենք։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնենք, որ մեր հյուրը այսօր Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն էր։